Ելույթի համար ձայնը տրվում է Հայաստանի նախկին արտաքին գործերի նախարար Ալեքսանդր Արզումանյանին։ Սիրելի հայրենակիցներ, նոյեմբերի 16-ի հանրահավաքում Լևոն Տեր-Պետրոսյանը կոչ արեց բոլոր նախագահի թեկնածուներին միանալ ավազակապետության դեմ ձևավորվող համաժողովրդական շարժմանը։ Այսօր ողջ հասարակությունն է պահանջում այդ միասնությունը։ Եթե այցելենք Հայաստանի ամենախուլ գյուղը, ուր ոչ թերթեր են հասնում, ոչ հեռուստատեսություն է սփռվում, եւ առաջին պատահած մարդուն հարցնենք, թե ինչ է հարկավոր այդ ավազակային վարկերին վերջ տալու համար, նա կնշի ընդդիմության միասնությունը։ Պարզ բանականությունը հուշում է, որ միասնական ուժն ավելի հզոր է, քան բզկտվածը, որ եթե մարդիկ միավորվել են, ուրեմն մի կողմ են դրված երկրորդականը, անձնայինը, խմբակայինը եւ բոլորի ուժն ուղղված է ընդհանուր խնդրի լուծմանը։ Այս պարզ սկզբունքի անտեսման հետևանքով ընդդիմության տարիներ շարունակ կրած պարտությունները բերեցին այն համոզմանը, որ ընդդիմություն չկա, որ հնարավոր չէ հանրապետությունում որևէ բան փոխել, որ հանցավոր ռեժիմի ինքնավերարտադրությունը այլևս անխուսափելի է։ Թվում է, թե հերթական կերտված խորհրդարանական ընտրություններից հետո ժողովուրդը այլևս որևէ միջոց չուներ կասեցնելու այդ գործընթացը։ Սակայն ասպարեզ մտավ Լևոն Տեր-Պետրոսյանը եւ շատ կարճ ժամկետում բեկում մտցրեց իրավիճակում, իր շուրջը համախմբելով տարաբնույթ քաղաքական ուժերի։ Անցյալում նրա ամենասուր քննադատներն անգամ լինելով շիտակ մարդիկ, քաջ գիտակցելով, որ միայն համաժողովրդական շարժման ձևավորմամբ է կարելի որևէ բան փոխել, որ այսօր երկրում ստեղծված քաղաքական իրավիճակը ոչ միայն հանցավոր իշխանության, այլև ընդդիմության կողմից վերջին տարիներին ցույց տրված կոպիտ սխալների արդյունքն է, միացան Լևոն Տեր-Պետրոսյանի շուրջ ձևավորվող շարժմանը։ Շիտակ մարդկանց համար քաղաքականությունը ապագայի մասին պատկերացում ձևավորելն է, դրա շուրջ համախոհներին կազմակերպելով կուսակցություն ստեղծելն է եւ կուսակցությունը որպես այդ ապագան կերտելու գործիք ժողովրդին ծառայեցնելը։ Ոմանց համար սակայն քաղաքականությունը բիզնեսի մի տեսակ է։ Նման մարդիկ գործում են, դու տոնավաճառ ես բացել, իսկ ես կուսակցություն սկզբունքով։ Տոնավաճառի տերն է զգում մաքսիմալ եկամուտ ստանալ, նման կուսակցության տերն է։ Առաջինն է զգում իր բիզնեսն ապահովելու համար հայտնվել պարլամենտում, երկրորդն է։ Բայց եթե տոնավաճառի տերը նույնիսկ ամենախարդա գոնե ինչ որ հարկեր է ուզում, մարդկանց աշխատանքով է ապահովում, ապա նման կուսակցապետը բացարձակ չարիք է։ Նման կուսակցապետը ավազակապետության պարագլուխներից ոչ պակաս պատասխանատու է երկրում տիրող բարքերի համար եւ նրանցից առավել պատասխանատու է մարդկանց վատացության, հուսալքության համար։ Քանզի ավազակապետության պարագլուխներին ատում են եւ չեն վստահում, իսկ նման կուսակցապետերին թերևս հազարավոր մոլորյալներ սիրում են եւ վստահում։ Չի կարելի հանդուրժել, որ տարի նման քաղաքական վաճառականները մտածեն, թե կարող են դատարկ խոսքերով եւ խոստումներով ապուշացնել ժողովրդին եւ ժողովրդի չկայացած բռնաբարված միասնական կամքը վաճառել իրենց իրական տերերին, ավազակապետության պարագլուխներին։ Ուրեմն մենք ինչպես պետք է ճանաչենք վերը նշված կուսակցապետին։ Շատ պարզ։ Ով այս տարվա խորհրդարանական ընտրություններին առաջինը հայտարարեց, որ իր կուսակցությունը միայնակ է գնալու ընտրությունների։ Արտաշես Ջերամյանը, ով 2003 թվականի նախագահական ընտրություններին մինչև վերջին պահը այդպես էլ չպաշտպանեց ակնհայտ առաջատարի Ստեփան Դեմիրճյանի թեկնածությունը, ապահովելով հակաժողովրդական ուժերի հաղթանակը եւ ժողովրդի պարտությունը։ Արտաշես Ջերամյանը, ով 1998 թվականի նախագահական ընտրություններին
չպաշտպանեց բացարձակ ժողովրդականություն վայելող եւ ընդդիմադիր դաշտի անվերապահ առաջատարի Կարեն Դեմիրճյանի թեկնածությունը, թեև հայ մարդուն հարիր պահվածքը թելադրում էր, որ նա առաջինը դա աներ, Արտաշես Ջերամյանը